Ուրեմն երբ որ որոշեցի քանդակել հասցվելով Արտուրին, նա դեռ կենդանի էր, երկրորդ անգամ կալանավորումից հետո, առաջի անգամ կալանավորումից հետո դուրս էր եկել, ազատ էին արձակել, զանգեց մեր գործնական հանդիպումների գործնական նպատակ կա զանգեց, մեր գործը քննարկեցինք իրար հետ, հետո հենց այդտեղ ես անդադար ուսումնասիրում էի իրեն, արդեն միտք ծագեց, որ այս պորտրետը, այս տեսքը, այս բնավորության գծերը ես անպայման պետք է քանդակեմ, բայց իրեն չասեցի, որովհետև ինքը շատ համեստ մարդ էր, կարծում էի նույնիսկ դեմ կլներ, ուզում էի մի ինչ-որ բան անեի, նոր ասեի, ոչ թե զուտ միտքը։ Հետո արդեն արել էի, Գևորգին ցույց տվեցի, Արտուրի ընկեր, իմ ընկեր, Գևորգին ցույց տվեցի, Գևորգն էլ Արտուրին էր ցույց տվել, բայց մենք Արտուրի հետ այդ մասին չենք խոսել։ Հետո Արտուրը Գևորգին ասել էր, որ եթե արդեն բանը հասնի նրան, որ դեմքը քանդակի, կգա ինստիտուտ, այստեղ։ Ու այս ինչ-որ հիմա անում եմ, պետք է իրանից օգտվել։ Որպես հարց բերող, կենդանի հետոսի արձան։ Ինքը տեսավ մակետը, նախնական տարբերակը։ Ֆոտոյով տեսել է, երբ որ մահացավ շատ էի ափսոսում, որ ես իր հետ այդ մասին չեմ խոսել, տեսնեի ինչը կոնկրետ իրա դուրը չի գալի, ինչն է դուր գալիս, Գևորգին որ ասացի, ոնց ափսոսելի, որ Արտուրի հետ այդ մասին չէի խոսել, ասաց, որ ես ասել էի, ինքը հավանել էր։ Դա սիրտս մի քիչ թեթևացավ։ Ու դրա համար չնայած բազմաթիվ խոչընդոտների ես շատ դժվարությունների առաջ կանգնեցի ես մեծ արձանը քանդակելուց։ Չնայած այդ ամեն ինչին հենց Արտուրի այդ իրա ինքը ինչ-որ հավանել էր այդ մտահաղացումը, դրա համար ես նույնիսկ այն ամենասկզբնական վիճակից շատ չեմ շեղվել։ Դե քանդակը ընդհանրապես կարող սկզբից սկսես մի բան, բայց վերջում մի ուրիշ բան դառնում։ Բայց ես աշխատել եմ այն ինչը, որ իրեն էր դուր եկել, իրեն ցույց էի տվել, կարծես իմ կողմից մի հատ էլ իրան մի տուր տալ, որ իրա տեսած է քանդակել, ոչ թե մի ուրիշ բան։ Արտուրին պատկերել ես շարժման մեջ կարծես, թե չէ, մի ձեռքը հաց է, մի ձեռքում շալար, մի փոքր պատմիր արձանի գաղափարի մասին։ Մի անգամից է եկել հենց այս շարժման այս միտքը, որ մի ձեռքով ինքը պատնեշ է, որպես պատնեշ է ճեղքում հաղթահարում, դա շալարը հենց այդ իմացն է, որ չնայած շալարը իր ձեռքի մեջ պետք է լինի։ Շալարին բռնելը հեշտ բան չի, խենթություն է։ Իսկ հացը կարծես մատուցելու տեսքով տանում է, իսկ պորտրետին աշխատել եմ տալ իր որքան հնարավոր է իրեն նմանություն, իր այնպիսի ոգեվիճակ, որում հաճախ էի տեսնել ես իրեն, արտահայտվել էիս խոսելիս։ Բայց հիմա, որ սենց նայում եմ իր հայացքին, չգիտեմ, իմ մոտ այդ մտայնությամբ չեմ արել, բայց կարծես թե ամբողջ այս հայացքի այդ դառնուցավը ես իր դեմքին եմ տեսնում, չգիտեմ ով ոնց կմտածի, բայց ես իրոք ինչ-որ տենց սարսուռ եմ զգում, շակալում եմ, որ պատկերացնում եմ ինչ զգացողություն եմ անկախ ինձնից հաղորդել քանդակի։